Երկրի վրա քայլող քաջառիչները և երկնքում սավառնող հերոս արծիվները։ Հեղինակ Մատինա Մարինե Մանուկյան։ Բենյամին Ներսեսի Եղոյան, ապրիլյան պատերազմի անմահ հերոս։ Ծնվել է 1992 թվականի մայիսի 19-ին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում, սակայն որոշ ժամանակ անց ընտանիքով տեղափոխվել են Երևան։ Նրա անունը Բենյամին դրված էր իր հիշատակ ավագ եղբոր, ով մահացել էր 9 տարեկանում դժբախտ պատահարից, երբ գնդապետ հայրն իր ջոկատով իջել էր Օմարի լեռներից և ընկերներով սկսել էին օդի մեջ կրակել ու մի պատահական փամփուշտ կպել էր երեխային։ Այդ ժամանակ մեր հերոսը դեռ 40-ը չլրացած նորածի մանկիկ էր, մանկոց ուներ նաև երկրորդ անուն, կրում էր արցախյան ազատամարտի մեծ ընգործիչ Մոնթե Մելքոնյանի անունը՝ Մոնթե։ Ստացվում էր Բենյամին Մոնթե Եղոյան։ Հերոսացի մայրը տիկին Հռիփսիմեն պատմում է. երբ Մոնթեն նոր էր ծնվել, հոր Ներսեսի ազատամարտիկ ընկերները որպես նվեր փամփուշտներ էին բերում ու ափով լցնում երեխայի օրորոցի մեջ։ Բենյամին Մոնթեն սովորել է Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան 135 դպրոցը, 5-րդ դասարանից կրթությունը շարունակել է ՀՀՊՆ փոքր մհեր կրթահամալիրում, այնուհետև ընդունվել է ՀՀՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Նա մանկուց երազել էր զինվորական դառնալ։ Զինվորական գործի հանդեպ ունեցած սերը փոխանցվել է հորից՝ Ներսես Եղոյանից, ով Պաշտպանության նախարարության ֆիզպատրաստության բաժնի պետ գնդապետ էր, Արցախյան շարժման մասնակիցներից և զինվորականների շրջանում հայտնի էր Բատյա անունով։ Նա նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի ընկերն էր։ Բենյամինը զինված ուժերում էր 2009 թվականից։ 2013 թվականին ավարտելով ռազմական ինստիտուտը ծառայության է անցել Արցախում որպես տանկային դասակի հրամանատար։ Ուներ 1 եղբայր, 2 քույր։ Երբ 3 թե 4 տարեկան էր, հագնում էր հայրիկի զինվորական ճտկավոր կոշիկները, ձեռքերը դնում մեջքին և դեմքին հնարավորինս խիստ արտահայտություն հաղորդելով քայլում տան մի ծայրից մյուսը զինվորական հրամաններ տալիս։ Երբ հայրը տուն էր մտնում, ասում էր. «Շարքային Եղոյան, ինձ մոտ»։ Մոնթեն արագ պատվի էր առնում ու ներկայանում։ Շարքային Եղոյանը ներկայացել է ձեր հրամանով։ Հայրը նրան սովորեցրել էր Հովհաննես Թումանյանի Թմկապերտի առումը պոեմը։ Նա մի բարձր տեղ գտնելով կանգնում էր ու ոգևորված արտասանում։ Վաղեմի գնդապետ որդուն իբրև հերոս դաստիարակած հայրը Ներսես Եղոյանը մեկ ժպիտով, մեկ էլ ժպիտի միջից արցունքախառն աչքերով պատմում էր. Հայրս ու Վազգեն Սարգսյանը համակուրսեցիներ են եղել, մտերիմ ընկերներ։ Եվ արդեն պայմանավորվածություն կար, որ Վազգեն Սարգսյանը դառնալու է Մոնթեի կնքահայրը։ Հայրս հաճախ սպարապետի մասին խոսելիս այդպես էլ արտահայտվում էր. «Քավորդ»։ Բաշ ապարանի հերոսամարտին նվիրված միջոցառման ժամանակ Մոնթեն նկատելով Վազգեն Սարգսյանին վազել է նրա հետևից ու կանչել. «Քավոր»։ Վազգենը գրկել է նրան, մոտեցել տոնական սեղանին ու կատակել. «Մի կենացել դու ասա»։ 6-ամյա Մոնթեն բաժակը բարձրացրել է ու ասել. «Հայ ժողովրդի կենացը»։ Սպարապետն այդ ժամանակ իր կրծքից մի կրծքանշան է հանել ու ամրացրել տղայիս կրծքին, բայց այդպես էլ չհասցրեց մկրտել։ Սակայն Բենյամինի հարգանքն ու սերն այնքան ամուր և ուժեղ է եղել Վազգեն Սարգսյանի հանդեպ, որ վերջինիս վաղաժամ մահից հետո մի օր էլ մտել է եկեղեցի ու հարցրել քահանային, թե կարող է մահացած մարդը կնքահայր դառնալ։ Բայց Մոնթեն այդպես էլ չմկրտվեց այնպես, ինչպես բոլոր քրիստոնյաները, սակայն նա մկրտվեց սեփական արյամբ, իսկ նրան կնքահայր դարձավ հայոց Սուրբ Հողը, նրան գրկապած ընդունելով իր գիրկն ու տանելով վաղ օրոք ընտրված իր քավորի հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանի մոտ։ Մեր հերոսն ընդամենը մի քանի ամիս առաջ էր ամուսնացել, իսկ երբ ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, քույրը Գայանեն այդ ժամանակ ենթասպա էր։ Քույրը ու եղբայր գրազ են եկել, թե ով ավելի շուտ սպա կդառնա և ով կմնա ենթասպա։ Ու Բենյամինը գրազը շահել է, դարձել սպա, իսկ Գայանեն դեռ ենթասպա էր։ Օգոստոսին պիտի արձակուրդ գար։ Մայրը նրա զոհվելուց հետո էլ երկար ժամանակ սպասում էր նրան։ Մեր սիրելի քաջը միշտ ասում էր. «Բոլոր հաղթանակները կերտվում են ցավի, անարդարության ու բազում մարդկային կորուստների վրա։ Սակայն միևնույն է, դրանք բաղձալի են և շատ սպասված։ Հեշտ է մեռնել մի բուռ հողի համար, որի մասին երազում էին մեր պապերը»։ Ինչ իմանայիր, սիրելի Բենյամին, որ դու ևս գնալու ես այդ մի բուռ հողի հետևից ու գնալու ես ճամփով հավերժի ճամփորդի։ Կամ գուցե հոգիդ վկայում էր.
Հերոսի մտերիմները, հարազատներն ու ազգականները նրան միշտ խաղաղ են հիշում։ Զայրանալից նրա դիմագծերը չէին շարժվում։ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ Ադրբեջանը Ղարաբաղ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկել էր լայնածավալ նախահարձակ գործողություններ, որի ընթացքում հրթիռահրետանային գնդակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլ նաև խաղաղ բնակավայրերը, ավագ լեյտենանտ 321 տանկի հրամանատար Բենյամին Մոնթեյեղոյանն իր անձնակազմի նշանառու օպերատոր Վլադիմիր Ալիխանյանի և մեխանիկ վարորդ Տիգրան Աբգարյանի հետ իրենց տանկով դուրս է եկել թշնամու դեմ։ Ավագ լեյտենանտը զոհվել է ապրիլի 3-ին հակառակորդի կողմից գրավված N մարտական դիրքը տանկով հակագրոհելու ժամանակ։ Ինքը Տիգրանը և Վլադիմիրը ռազմական գործողությունների ընթացքում օգնության էին գնացել ջրական Ջեբրայիլ։ Դուրս գալով մարտական խնդիրն իրականացնելու մխրճվել են թշնամու 8 տանկերի մեջ, խոցել 3 տանկ և 1 մարտական մեքենա, ապա մտել նրանց մարտական դիրք և հպարտ անցել նրանց դրոշի վրայով։ Փառք մեր հերոսի և նրա անձնակազմի տղաների սխրանքին։ Խոնարհվում եմ նրանց առջև։ Բենյամինի ծառայակից ընկերներից մեկը, Ալբերտ Հովհաննիսյանը, ապրիլյան պատերազմի ժամանակ 3 տանկիստների Բենյամին Մոնթեյեղոյանի, Վլադիմիր Ալիխանյանի և Տիգրան Աբգարյանի սխրանքի մասին ասում է. Պատերազմի ժամանակ Մոնթեյի դուխը մեծ էր։ Նա անընդհատ ուզում էր առաջ գնալու, երբ հրաման ստացավ, կարծես դրան էր սպասում։ Անմիջապես գործի անցավ։ Ադրբեջանական 1 տանկն ու մարտական մեքենա խոցելուց հետո դիրքից իջավ իր անձնակազմի 2 տղաների հետ։ Այնքան մեծ էր ոգևորությունը, որ ուրախությունից գոռում էր, ասելով, թե այսպես մի 2 տանկ էլ խփեմ, ազգիս պարտքը կփակեմ։ Հաջորդ օրը Մոնթեն իր նշանառու օպերատորի Վլադիմիր Ալիխանյանի և մեխանիկ վարորդի Տիգրան Աբգարյանի հետ իրենց տանկով նորից բարձրացավ այդ դիրք։ Սկզբում նշան բռնեց, բայց չկրակեց։ Երբ հարցրեցինք, թե ինչու չկրակեցիք, նա պատասխանեց. «Դիրքի մոտիկ խաչ կար, վախեցա խաչին կպնեմ»։ Ինքը շատ հայրենասեր մարդ էր։ Ես հպարտ եմ, որ իրեն ճանաչել եմ, որ հնարավորություն եմ ունեցել իր հետ շփվել։ Հաջորդ առավոտյան Մոնթեն նորից իր անձնակազմի Տիգրանի և Վլադիմիրի հետ առաջ է գնացել։ Մարտը տեղի է ունեցել Ջեբրայիլում, Լյալյա Իլիագի բարձունքի մոտ։ Տղաներին նշանառության տակ են վերցրել ու խոցել Սփայք կոչվող զենքի միջոցով, որը 30 կիլոմետրի վրա ամեն ինչ գտնում է։ Նորից քույրը Գայանեն արցունքախառն աչքերով ասում է. Մոնթես ինձ երազ եկավ։ Մենք զրուցում էինք ու ինձ ասաց. ես վերևում եմ պետք, գործեր ունեմ անելու, ես այնտեղ եմ պետք։ Կրկին Ալբերտ Հովհաննիսյանը հիշում է Բենյամին Մոնթեյի հետ իր վերջին զրույցը։ Ապրիլի 3-ն էր, մոտս սիգարետ չկար, գնացի Բենոյից ուզեցի։ Տանկի վրա կանգնած էր, սիգարետը տվեց ու այդ պահին ուղղակի ասացի. զգույշ կլինես։ Բենոն գրկեց ինձ, համբուրեց ու ասաց. ինչ լինելու է, կլինի։ Ուզում ես հիմա գնամ Երևան, բայց եթե այսօր իմ վերջին օրն է, ուրեմն ոչինչ չես փոխի։ Ինքը կարծես թե զգում էր։ Իսկ գնալուց առաջ բոլորին ձեռքով արեց, ասես հրաժեշտ էր տալիս։ Դրանից հետո նրանց տանկը խոցվեց։ Մեր հերոսը և իր անձնակազմի տղաները հետմահու պարգևատրվել են մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով։ Բենյամինը նաև արժանացել է Հայկյան հատուկ մրցանակի։ Փառք մեր հերոսի և նրա խիզախ անձնակազմի հիշատակին։ Խոնարհվում եմ նրանց առջև։ Մեր հերոսի քույրը Գայանե Եղոյանը նրա զոհվելուց 9 ամիս անց 2017 թվականի հունվարի 28-ին որդի ունեցավ և ի պատիվ մեր հերոսի նրան կոչեց վերջինիս երկրորդ անունով՝ Մոնթե։ Մեր քաջը սիրահարված էր տանկին։ Մեծ ոգևորությամբ էր խոսում այդ զինտեխնիկայի մասին, ասում էր. տանկը բանակի սիրտն է։ Ինչ համարել այն արտահայտությունը, որ արել էր նա մի անգամ։ Հայրենիքն ունի մեր արյան կարիքը։ Կանխազգացում, պատահականություն, ենթագիտակցություն, թե հստակ իմացություն, որ մի օր այդպես է նահատակվելու։ Հերոսս, սխրանքիդ առաջ պատիվ ունեմ։ Բենյամին Մոնթե հերոսի համար հայրենիքը սկսվում էր իր հսկա զինտեխնիկայից, տանկից։ Հպարտանում էր, որ այդ 45 տոննանոց հսկան ենթարկվում էր իրեն։ Շատ ընկերասեր էր և շարքային զինվորին անգամ կարող էր իր ընկերը համարել ու նրան սիրել, հոգատար լինել նրա հանդեպ։
Սակայն բոլորից առանձին ուներ առավել թանկ մի ընկեր, որի մասին բոլորն էլ գիտեին ու ժպիտով էին ընդունում այդ փաստը։ Այդ ընկերը նրա տանկն էր, որի մասին նա խոսում էր հակնածանքով եւ առավել շատ նկարներ այդ ընկերոջ հետ է ունեցել ու այդ նկարները մեկնաբանելիս միշտ ասել է. «Ես ու ընկերս, տանկս»։ Ահա այսպիսին էր հայ ազգի քաջ ու խրոխտ, աներեր ու տոկուն հայորդին, իր հոր արժանի զավակը եւ իր անվանակցին հավատարիմ Բենյամին Մոնթե Եղոյանը։